Նոյեմբերին կքննարկեն Հայաստանին ձայնից զրկելու հարցը, հիմա սակայն շարունակում են համարել դաշնակից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ Տնտեսական խաղեր քաղաքական հեռահար հաշվարկներով, Ալիևը ադրբեջանական բեռները ուղարկում է Հայաստան, փոխարենը հայկականի առաջ դեռ չի բացում իր շուկան։ Հորմուզի նեղուցի շուրջ առճակատումը շարունակվում է, Թրամփն իրեն տեր է զգում, Թեհրանից հորդորում են ազատվել ստի կախվածությունից։ Ուկրաինական ֆլամինգոները հարվածել են ռուսական ռազմական արտադրամասի, որոշ օդանավակայաններ սահմանափակել են աշխատանքը։ Ռուսաստանը Թուրքիայից և Միացյալ Նահանգներից պահանջում է պարզաբանել Ուկրաինային զենք մատակարարելու շարժառիթները։ Եվ Գլենդելում 5 հայ է ձերբակալվել գողության խարդախության կասկածանքով։ Կիևյան կամուրջը վարորդների տրամադրության տակ է, երաշխիքը 20 տարի։ Պաշտոններ կան, որ տարիք չեն հարցնում, որոշ հաստիկներ զբաղեցնելու արգելք հանդիսացող 65 տարեկանի շեմը հանվում է։ Դատական գործերի երկար ձգվող կյանքը, ինչի կհանգեցնի նոր փոփոխությունը։ Անծանոթների հետ օնլայն շփումները բացառել, չտալ անձնական տվյալներ, ինչ պետք է իմանան երեխաները խաղային արկածների հետևանքների մասին։ Եվ երրորդ երեխա ունենալը ցանկալի է, բայց խոչընդոտներ շատ կան, ինչու է հայ ընտանիքների մեծ մասը բավարարվում երկուսով։ Սա ժամի հիմնական թողարկումն է, ես Տիգրան Գուրգենյանն եմ, բարև ձեզ։ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը հրավիրվելու է նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Մինչև White House գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը կրկին հայտարարել է, որ չնայած Երևանի կողմից ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը կասեցնելու որոշմանը, անդամ երկրները շարունակում են Հայաստանը համարել կազմակերպության դաշնակից։ Իդեպ, ենթադրվում է, որ աշնանային հավաքի ժամանակ է քննարկվելու Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Հիշեցնեմ, 2024 թվականին է Հայաստանը սառեցրել իր մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը։ Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն, որը արժանի ներդրում է ունեցել հավաքական ներուժի ամրապնդման գործում և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից։ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները բազմիցս են հաստատել Երևանի հետ համատեղ աշխատանքի և լիարժեք մասնակցության վերականգնման հետ կապված բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությունը։ Հայկական կողմը բարբերաբար թարմացնում է տվյալները, թե ադրբեջանական կողմից որքան բեռ է եկել Հայաստան։ Հայաստանից սակայն խաղաղության նախաստորագրումից հետո ընդամենը $960 առևտուր է արել Բաքուն։ Այնպես չէ, թե մենք չունենք այնպիսի ապրանքներ, որոնք կարող են հետաքրքրել Ադրբեջանին, նույնիսկ առաջարկ ցուցակ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարությունը։ Բայց Ալիևը չի շտապում իր հաշվարկներում։ Հապաղումը փորձագիտական շրջանակում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց են որակում։ 60,000 տոննա ապրանք է եկել գնացել Երևան-Բաքու առևտրի շրջանակում։ Վերջերս խաղաղության նախաստորագրման առաջին տարվա առթիվ միասնական տեքստով Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի կառավարություններից էին հայտնել։ Դետալների մեջ չխորանալով ու առանձին տվյալներ չհրապարակելով, թե կոնկրետ Բաքվից որքան ապրանք է Երևան հասել եւ այստեղից մեր երկրից Ադրբեջան որքան ուղարկվել։ Փոխարենը Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունից գումարային արժեքով էին ավելի վաղ տեղեկություններ հանրայնացրել, նշելով, որ Հայաստանից միայն $960 համարժեք ապրանք են ներկրել, այն էլ ավելի ուշ պարզվեց դրանք հոլանդական վարդեր են եղել, որոնք դեպի Բաքու ճանապարհին կտրել են Հայաստանի տարանցիկ գոտին։ Ապրանքների փոխադարձ առևտրի մասին օրակարգը կա եւ համոզված եմ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան։ Կոնկրետ ժամկետներ չի հստակեցնում Փաշինյանը, նաև չի նշում, թե Հայաստանից Ադրբեջան ինչ ապրանքատեսակների արտահանման հարց կա այսօր այս երկխոսությունում։ Ընդ որում սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ տարեսկզբից ցանկեր էին փոխանակել, հասկանալու թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից, եւ թեպետ անցնող ամիսների ընթացքում խմբականակը խմբականակի հետևից Երևան էին մտնում ադրբեջանական ապրանքները, Բաքվից այդպես էլ որևէ պատվեր հայկական շուկա չհասավ։ Եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թերի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թերի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է որ այսինչ հաստության փայլատի թերը մեզ հետաքրքրում է։
Էկոնոմիկայի նախարարի մատնանշած ցուցակում ընդգրկված ապրանքները, որը Հայաստանը պատրաստ էր առաջարկել ադրբեջանական շուկային, հենց փայլատի թեղն էր՝ ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգ բանջարեղենը, առանձին տեսակի խմիչքները, ինչպես նաև տեքստիլ արտադրանքը, եւ այն, որ այս ցանկից ադրբեջանական կողմը դեռ հապաղում է որևէ գնում կատարելու հարցում, ըստ մասնագետների, սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստ ունի։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքների ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ, այսպես ասած, չակերտավոր հայրենասիրից իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամու երկրին տնտեսական օգուտ տա։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Առևտուրը հայ-ադրբեջանական սահմանին հաստատված խաղաղության հերթական վկայություններից է, պնդում են հայաստանյան իշխանությունները, սակայն փորձագիտական, վերլուծական համայնքում չեն կիսում այս կարծիքը։ Մասնագետների հարցը մեկն է՝ խաղաղությունը միակողմանի է լինում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հիմա միջազգային լուրեր։ Միացյալ Նահանգները Իրանը ոչնչացնելու մտադրություն չունի, սակայն եթե Իրանը փորձի հարվածներ հասցնել, Վաշինգտոնը կպատասխանի 100 անգամ ավելի ուժեղ։ Այսպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել պնդումներն այն մասին, թե Թեհրանը կարող է սկսել ավելի ագրեսիվ գործել Մերձավոր Արևելքում նոյեմբերին ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։ Մենք ունակ ենք փաստացի ոչնչացնել ամեն ինչ, մենք չենք ցանկանում դա անել, եթե նրանք հարված են, ապա մենք կպատասխանենք 100 անգամ ավելի ուժեղ։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսման հնարավորությանն է անդրադարձել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, նշելով, որ միջնորդների Քաթարի եւ Պակիստանի հետ կապի մեջ են եւ հաղորդակցությունների փոխանակումը շարունակվում է, Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների վերսկսման որոշում դեռևս չի կայացվել։ Իսլամաբադի հուշագրում նախատեսված էր պատերազմի ավարտ, սակայն Միացյալ Նահանգները խախտել է այն։ Մենք չունեինք երկարաձգելու հրադադար, մենք ունեինք պատերազմի ավարտ, որն այժմ նոր իրավիճակ է մտել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարվի ԱՄՆ տարածք դժգոհության ալիք է բարձրացրել Իրանում։ Արձագանքելով Թրամփի հայտարարությանը փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կարող է փակվել կամ վերաբացվել միայն Թեհրանի հրամանատարության կողմից։ Հորմուզի նեղուցը իրանական է եղել եւ կմնա իրանական։ Ջրային ճանապարհը չի կարող գրավվել ոչ թվիթով, ոչ ավիակիրով, ոչ հրաման տալով, ոչ էլ նախընտրական ելույթով։ Իսկ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մեջբերել է Ֆյոդոր Դոստոևսկու ու Կարամազով եղբայրները վեպից Ծերունի Զոսիմայի խոսքերը եւ ստից կախվածություն ունենալու մեղադրանք ըղել ԱՄՆ-ին։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները, ինչը սակայն դեռ հաջող չի ընթանում։ Դոստոևսկու Կարամազով եղբայրներից այս հատվածը դիպուկ նկարագրում է այն իրավիճակը, որում ստից խոր կախվածության պատճառով հայտնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարման համակարգն ու արտաքին քաղաքականությունը Իրանի եւ տարածաշրջանի նկատմամբ, ով ստում է ինքն իրեն եւ լսում է իր իսկ սուտը, հասնում է այնտեղ, որ այլևս ոչ մի ճշմարտություն չի նկատում ոչ իր մեջ, ոչ իր շուրջը, ուրեմն հարգանք չի ունենում ոչ իր, ոչ ուրիշների հանդեպ։ Ուկրաինան Ֆլամինգո թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Սամարայի մարզում գործող Ռուսաստանի հրթիռային տիեզերական արդյունաբերության առաջատար ձեռնարկություններից մեկի Պրոգրես կենտրոնի գլխավոր արտադրամասին։ Ուկրաինական հարվածներից հետո տարածքում հրդեհ է բռնկվել։ Հարձակման պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել որոշ օդակայաններում։ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն հրապարակայնորեն չեն դատապարտում Սև ծովում նավագնացության ուղղված Ուկրաինայի հարվածները, սահմանափակվելով կուլիսային ազդանշաններով։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան խոսում է Սև ծովում նավագնացության անվտանգության շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության մասին, սակայն Ռուսաստանը չէ, որ սկսել է այդ հարձակումները։
Հիմա թուրք գործընկերները կրկին խոսում են այն մասին, որ պետք է որևէ ձևով պայմանավորվել, որպեսզի նավագնացությունը հարձակումների առարկա չլինի, բայց դա մենք չենք սկսել, նրանք մեզ հայտնում են, որ Կիևին ազդանշան են ուղարկել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի և այդ երկրների հետ կապված նավերի վրա հարձակումների անընդունելիության մասին, և երբ մենք հետաքրքրվեցինք համակերպվելու են դրա հետ, պատասխանեցին, որ ոչ, իրենք նրանց ազդանշան են ուղարկում։ Ավելի ուշ թեմային անդրադարձել է նաև Մարիա Զախարովան, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը ասել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից Կիևին զենք մատակարարելու հարցով։ Ուկրաինայի նոր զենքի մատակարարումները լրջորեն կվնասեն Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ, ձևակերպել է Պաշտոնյան։ Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը առնվազն 20 մարդու կյանք է խլել։ Ինդոնեզիայի կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալության հետ ցնցումների և ցունամիի վտանգի մասին նախազգուշացումից հետո Նագեկեո շրջանում մոտ 2000 բնակիչ է տարհանվել։ Գերմանիայի հյուսիսային Ռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասում անտառային հրդեհները շարունակվում են։ Այֆել շրջանում բռնկված հրդեհը ընդգրկել է մոտ 300 հեկտար անտառային տարածք, ինչը համարժեք է մոտավորապես 420 ֆուտբոլային դաշտի։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 1400 փրկարար ծառայող։ Կրակի դեմ պայքարի համար ընդհանուր առմամբ 10 ուղղաթիռ է օգտագործվում։ Կալիֆորնիայի Գլենդալ քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել, 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։ Ինչպես հայտնում է Գլենդալի ոստիկանության դեպարտամենտը, բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները, գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տվյալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։ Հիմա կարճ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում, հեռու մի գնացեք։ Կիևյան կամուրջը վարորդների տրամադրության տակ է, երաշխիքը 20 տարի։ Պաշտոններ կան, որ տարիք չեն հարցնում, որոշ հաստիկներ զբաղեցնելու արգելք հանդիսացող 65 տարեկանի շեմը հանվում է։ Դատական գործերին երկար ձգվող կյանքը, ինչի կհանգեցնի նոր փոփոխությունը։ Անծանոթների հետ օնլայն շփումները բացառել, չտալ անձնական տվյալներ, ինչ պետք է իմանան երեխաները խաղային արկածների հետևանքների մասին։ Եվ երրորդ երեխա ունենալը ցանկալի է, բայց խոչընդոտներ շատ կան, ինչու է հայ ընտանիքների մեծ մասը բավարարվում երկուսով։ Ուղիղ եթերում ժամը շարունակում է աշխատանքը, բարի վերադարձ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ։ Ծրագրի պատասխանատուներն ընդգծել են, որ վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել են և ներդրվել են ջրահեռացման, ջրամեկուսացման համակարգեր։ Տեղադրվել են նոր ցինկապատ արգելափակոցներ, իսկ լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն էլ ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորերը։ Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով։ Կառավարության ծրագրում գրած է, որ 26-ից 31 թիվը 40 հատ կամուրջ են Հայաստանում բանալելու, հիմնանորոգելու կամ կառուցելու 40 հատ կամուրջ։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված առավելագույնը 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պոակների, գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավար պաշտոններին։ Այս պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։
Հազարավոր դատական գործեր տրցակներով հավաքվում ու կուտակվում են դատարաններում։ Նաև այս պատճառով մեկ գործի քննությունը ամիսներ, երբեմն նաև տարիներ է տևում։ Արդարադատության նախարարությունը որոշել է որոշակի խմբավորումներ անել ժամանակ շահելու համար։ Փաստաբանները սակայն կարծում են, որ լուրջ փոփոխությունների համար պետք է համակարգային մոտեցում։ Այս դեպքում մեծ արդյունքներ ակնկալել պետք չէ։ Դատարանների ծանրաբեռնվածությունն ու դատական ակտերի կազման երկարատևությունը խնդիրների այն շարքից են, որոնք շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Դժգոհությունների մեղման ու վերացման նպատակով Արդարադատության նախարարությունը հանդես է եկել նոր առաջարկով։ Նոր փոփոխությամբ առաջարկվում է կրճատել դատավճիռներում առկա կրկնությունները եւ արագացնել դրանց կազման գործընթացը։ Հանրային քննարկման ներկայացրած նոր նախագծով դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները դատավճռի նկարագրական մասում պետք է միայն հիշատակվեն, առանց դրանց ամբողջական բովանդակությունը վերարտադրելու։ Միաժամանակ դատավճիռներում շարունակելու են ներկայացվել ապացույցների գնահատականները, դրանց հիման վրա հաստատված կամ հերքված հանգամանքները, ինչպես նաև դատարանի փաստական ու իրավական հետևությունները։ Դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջական վերարտադրման անհրաժեշտությունը էականորեն երկարացնում է դատավճիռի կազման գործընթացը, ինչպես նաև հանգեցնում անհարկի կրկնության։ Առաջարկվող փոփոխությունը կնպաստի օրենքով սահմանված ժամկետում դատավճիռի կազմանը եւ տրամադրմանը։ Քննարկվող առաջարկը միտված է նաեւ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ապահովելով արդարադատության որակը եւ անձի հիմնարար իրավունքները, այդ թվում գործի քննության ողջամիտ ժամկետները։ Փաստաբանները, սակայն, դատարանների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառը միայն դատական ակտերի ծավալը չեն համարում։ Նրանց գնահատմամբ խնդիրը սկսվում է դեռևս մինչ դատական վարույթից, երբ դատարան են ուղարկվում նաև ոչ բավարար հիմնավորված մեղադրանքներով կամ վիճահարույց ապացույցներով գործեր։ Այդօրինակ գործերի քննությունը լրացուցիչ ժամանակ եւ ռեսուրս է պահանջում, իսկ որոշ դեպքերում ավարտվում է նաև արդարացման դատավճռով։ Ավելի խորքային խնդիրը հենց նա է, որ ինչ գործ ասես ուղարկվում է դատարան։ Մենք հրապարակային դաշտում ականատես ենք լինում բազմաթիվ արդարացման դատական ակտերի։ Սա ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ մեղադրական եզրակացությունների մեծ մասը պատշաճ հիմնավորված չեն ուղարկվում դատարան։ Դրանց հիմքում են դրվում անթույլատրելի ապացույցներ։ Փաստաբանների դիտարկմամբ ապացույցների բովանդակության բառացի վերարտադրումից հրաժարվելը կարող է որոշ չափով կրճատել դատավճռի կազման համար պահանջվող ժամանակը, սակայն դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության նվազեցման վրա էական ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ են նաև համակարգային լուծումներ։ Դրանք պետք է վերաբերեն ոչ միայն դատական ակտերի կառուցվածքին, այլև նախաքննության որակին, ապացույցների թույլատրելիությանը եւ դատարան ուղարկվող քրեական գործերի հիմնավորվածությանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Արցախից տեղահանվածները, ովքեր զրկված են եղել վարորդական իրավունքից մինչև վերաբնակեցումը օգոստոսի 17-ից կարող են կրկին առանց նոր քննություններ հանձնելու ստանալ իրենց վարորդական վկայականը։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարը։ Նրա խոսքով վերջին շրջանում բազմաթիվ դիմումներ են ներկայացվել զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։ Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի եւ ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում են կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ ձեզ եւ տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ։ Երեխաներին հասցեագրվող առցանց սպառնալիքներն ու կիբերբուլինգի գնալով ավելացող դեպքերը ներքին գործերի նախարարությանը հարկադրել են դիմել ծնողներին հորդորով երեխաներին բացատրել ու զգուշացնել առցանց շփման վտանգների եւ անծանոթների հետ հաղորդակցությունից զերծ մնալու մասին։ Երեխաներին պետք է ասել, որ անծանոթների հետ շփումը կարող է հանգեցնել անձնական տվյալների արտահոսքի եւ հոգեբանական ճնշման։ Նման օրինակ սպառնալիքների դեպքում անհրաժեշտ է պահպանել նամակագրությունը, արգելափակել օգտատիրոջը եւ դիմել իրավապահ մարմիններին։ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև է շարժման շրջանակում նոր տեսաուղերձով բարձրաձայնել է ընտանեկան բռնության խնդրի եւ հասարակությունում բռնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտության մասին։ Սա միայն սկիզբն է, թեմայի շուրջ ավելին շուտով գրել է Աննա Հակոբյանը։ Բռնությունը ծնվում է տգիտությունից։ Բռնությունն արատ է, այն թուլամորթության արդյունք է եւ ոչ երբեք ուժի։ Բռնությունն ու սերը չեն կարող նույն հարկի տակ ապրել կողք կողքի։ Եվ մեր ընտանիքները չեն կարող բռնության մշակույթի օրրան լինել։ Սիրելի կանայք, այլևս չենք հանդուրժում։
Հերացի վերլուծական կենտրոնը Հայաստանում երրորդ երեխա ունենալու որոշման վրա ազդող գործոնների ուսումնասիրություն է իրականացրել։ Առցանց հարցման 56 մասնակիցներից 45-ը կանայք են եղել, 38 մասնակից նշել է, որ արդեն երեխաներ ունի, սակայն նրանցից միայն 23.7%-ն է երրորդ երեխային ունենալու ցանկություն հայտնել։ Հարցման արդյունքներով որոշման վրա հիմնականում ազդում են ընտանիքի ֆինանսական վիճակը, երկրի անկայունությունը, անվտանգության հետ կապված մտահոգություններն ու առողջական խնդիրները։ Համաձայն ստացված արդյունքների երեխա ունեցող 38 մասնակիցներից միայն 23.7%-ն է ցանկացել ունենալ երրորդ երեխա։ Հիմնական արգելքն ըստ մասնակիցների ֆինանսական բաղադրիչն է 52.6%, որին հաջորդում են երկրի անկայունությունը 42.1% եւ առողջական վիճակը 36.8%։ Խթանող գործոնների շարքում առաջին հորիզոնականում ֆինանսական վիճակի բարելավումն է 60.5%, որին հաջորդում է բնակարանային հարցի լուծումը, իսկ երրորդ տեղում առողջության բարելավումն է, երկուսն էլ 42.1%։ Ժամի հիմնական թողարկումն ավարտված է, ես ձեզ լավ երեկո եմ մաղթում եւ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։